Իշխանությունները ունեն աշխատելու մեծ աշխատանքի դաշտ եւ այդ աշխատանքը պետք է կատարվի, եթե մենք ուզում ենք իսկապես Հայաստանը լինի կամ մնա ժողովրդավարական երկիր, քանի որ չի կարող քաղաքական համակարգում այսքան հակաժողովրդավարական, հակահամակարգային, հակապետական ու հակաանկախական ուժեր լինեն ու Հայաստանը շարունակի մնալ ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան եւ չգիտեմ, զարգացող պետություն։ Իշխանությունը պատճառաբանում է, որ սա ժողովրդավարության դրսևորում է։ Ես միշտ օրինակ եմ բերում վերջերս Եվրոպական միության անդամ հանդիսացող Ռումինիայի օրինակը, որտեղ հակապետական, հակահամակարգային, հակաժողովրդավարական, պրո-ռուսական թեկնածուին պարզապես արգելեցին մասնակցել ընտրություններին եւ դա Եվրոպական միության անդամ ժողովրդավարական Ռումինիայում եւ հետեւաբար մենք այստեղ չպետք է Ռոմի պապիս կաթոլիկ մեզ ցույց տանք եւ մենք էլ պետքա ռեալ սահմանափակումներ դնենք այն մարդկանց առջեւ, ովքեր օրինակ կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ անկախությունը, ինչ որ մի պահից այդ ուժերը ժողովրդավարական գործիքները օգտագործելով կարող են գալ իշխանության եւ հետեւաբար դրա համար առաջին պատասխանատուն այո կլինի ներկայիս իշխանությունը, եթե չկանխատեսի այդ ամենը, եթե չկանխարգելի